Ճշմարտությունը չի լռում անգամ Բաքվի զնդանում Ռուբեն Վարդանյանի ուղերձը։ Թրամփի երթուղին հարավկովկասյան երկաթգծերի արանքում Մոսկվան խառնում է խաղաքարտերը։ Խաղաղությունը իրողություն է, ադրբեջանական բենզինը Հայաստանում է, Փաշինյանի գրառումը։ Ինչու են հապաղում արտահանման տեմպերը եւ որտեղ է տեմպ տալու բանալիները։ 175 միլիոն դրամ հայկական եկեղեցու դուռը Լոնդոնից Երևան բերելու համար։ Երեք սովորեցին, այսօր գողացան, այն թափի հայկական ասեղնագործությունը թուրքական է համարում արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը խոսել է ամուսնու դեմ ադրբեջանական ֆարսի մասին։ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ մեկ տարվա լսումների ընթացքում Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբենի և նրա փաստաբանի և ոչ մի միջնորդություն ու հարցում, իսկ ինքը պատրաստվում է դիմել Կարմիր խաչին Վարդանյանի կարգավիճակի մասին պարզաբանում ստանալու համար։ Մինչ Զոնաբենդի խոսքը տեղ կհասնի, Բաքվի զնդանում չի լռում ճշմարտության ձայնը, որ ամեն անգամ բարձրացնում է Արցախի նախկին պետնախարարը։ Ընտանիքի հետ վերջին զրույցում գերեվարված բարերարը կրկնել է իր արդեն հայտնի թեզը. Արցախը եղել է, կա և կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներով շուրջ 42 մեղադրանք, շինծ ու ապացույցները 420 հատոր, ընդհանուր 105,000 էջ։ Բաքվի բանտում ապօրինաբար կալանված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դրված կեղծ գործն է։ Առանց միջազգային դիտորդության եւ անկախ լրատվամիջոցների ներկայության դատաքննություն շոուն հատել է եզրագիծը։ Ալիևի կաբինետին ենթակա լրատվականները հաղորդում են, վերջին նիստում ոչ մեղադրական, ոչ էլ պաշտպանական կողմերը չեն առարկել ճառերի փուլի մեկնարկը։ Ըստ ցուցակարգերի դրան հաջորդում են մեղադրական ճառերը, պաշտպանական ճառերը եւ ամենակարևորը Ամբաստանյանների վերջին խոսքը, եւ ես վստահ եմ, որ բոլոր հայ պատանտները, որոնք այս կեղծ ապօրինի դատաբարությունների մաս են կազմում, օգտվելու են արտահայտվելու իրենց հնարավորությունից եւ դիրքորոշում են արտահայտելու այդ շինծու մեղադրանքների կապակցությամբ։ Բաքվի բանտից է Ռուբեն Վարդանյանը որդուն փոխանցել, այո, առաջիկայում ունենալու է եզրափակիչ խոսքի հնարավորություն, իր ելույթում կընդգծի, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին եւ հետեւաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրական իմաստով։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար եւ կամավոր, լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Արցախը եղել է, կա եւ կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Վարդանյանը վերջին նիստերի ընթացքում պարբերաբար պահանջում էր իրեն տրամադրել քրեական գործի նյութերը եւ դիտարկելով ադրբեջանական լրատվամիջոցների, մասնավորապես պետական Ազերթաչ գործակալության հրապարակումները, ակներև է, չնայած դատարանը բավարարել է միջնորդությունները, սակայն Արցախի նախկին պետնախարարն այդպես էլ չի ստացել շինծու գործը։ Հաջորդող նիստերին Ռուբեն Վարդանյանը դարձյալ նույն հարցն է առաջ բերել։ Հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների ցուցադրել, որ այդ դատաբարությունները եղել են ապօրինի, այդ դատաբարությունների ընթացքում հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատաբարությունների արդյունքն ամփոփող դատական ակտերը, դատավիճებները լեգիտիմ չեն։ Դրանք արատով իրականացված պրոցեսների արատավոր պտուղներ են, որոնք միջազգային հանրությունը չի կարող ընդունել որպես լեգիտիմ դատական ակտեր։ Այստեղ Մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաև հիշեցնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության միասնական 15-ի գործը։ Ականատես եղանք, ապացույցների հետազոտման փուլն ավարտեցին ուրբաթ, հաջորդող առաջին երկուշաբթի նշանակեցին նիստ, լսելու մեղադրական ճառերը, գրեթե նույն պատկերն է Ռուբեն Վարդանյանի գործով, միայն թե այս դեպքում դատախազ կոչվածներն առավել ջրաջան են։ Սա հավելյալ վկայություն է, որ մեղադրական ճառերն են, ինչպես եւ ապակա դատավիճները նախապես գրված, պատրաստված են եւ դրանք ոչ թե այս
դատավարական փաստաթղթերը ձևավորվում են դատավարության ընթացքում արդյունքների հաշվառմամբ, այլ կանխակալ կերպով քաղաքական պատվերի հիման վրա։ Մոտ 2 ամիս առաջ հիշեցնեմ, Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց իր փաստաբանից, ըստ դատավոր Աղաևի դժգոհություններ ունենալու պատճառով։ Չուներ պայմանագիր այլ փաստաբանի հետ, ադրբեջանական իշխանությունները պաշտպան նշանակեցին, ինչ ակնկալել նրա ջառից, իրավապաշտպանը հարցով է պատասխանում վերաձևակերպելով, իսկ ինչ կարելի է ակնկալել գրպանային փաստաբանությունից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին օրերին քաղաքագիտական շրջանակները ակտիվ քննարկում են Հայաստանի հարավում Ռուսաստանի հնարավոր ներկայության հարցը։ Խոսքը Մեղրիով անցնող թրիփի մասին է, որտեղ կարող են ներգրավել նաև ռուսական կապիտալը, եթե դեմ չէ Միացյալ Նահանգները։ Վերլուծաբանները կարծում են, լավ կլիներ Ռուսաստան-Իրան ներկայություն Սյունիքում, որ զսպեր Թուրքիա-Ադրբեջան տանդեմը։ Ադրբեջանական մեդիա դաշտում վայնասուն է բարձրացրել Ոմն Զուլֆուգարով, ով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար է եղել։ Նա ադրբեջանցուն բնորոշ զավթողական կերպարի մեջ հայտարարել է, թե Մեղրիի հատվածում երկաթգիծը Ադրբեջանի սեփականությունն է։ Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշել է, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին իբր պատկանում է ռուսական երկաթուղիներին։ Ադրբեջանցին ավելի շատ նեղսրտել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի հայտարարությունից։ Ռուս դիվանագետը հայտնել էր, որ Ռուսաստանի հարավկովկասյան երկաթուղին ունի հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, եւ որ Թրամփի երթուղին եւս կներառվի այդ կոնցեսիայի մեջ։ Երկաթուղ Մեղրիի հատվածի հետ կապված թյուրն բռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստան։ Սյունիքում գրեթե բոլոր գերտերությունները գտել են իրենց շահաբաժինը։ Բոլոր երկրները ուզում են ապահովել իրենց ներկայությունը։ Ըստ քաղաքագետ Խաչիկյանի, հայկական դիվանագիտությունը կաղում է։ Հակառակ դեպքում աշխարհին ցույց կտար, որ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված Հայաստանի հարավը սուվերեն տարածք է։ Մենք արդեն հանձնել ենք փաստորեն այս միջանցքը, այնտեղ Ադրբեջանն է որոշելու, Իսրայելն է որոշելու, Իսրայելի լոբին, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները կամաց հետ է քաշվելու այս միջանցքից։ Սա մեծ հարված է Իրանի շահերին, Ռուսաստանի շահերին, այնտեղ կարող է հակամարտություն սկսվել, իրանք կարող են իրենց շահերը պաշտպանեն, Թուրքիան, Ադրբեջանն, Իսրայելը իրենց շահերը պաշտպանեն, հնարավոր է հարձակում լինի, նոր հարձակում Իրանի վրա, բայց մենք փաստորեն գնում ենք դեպի Սիրիացում, շատ փոքրիկ Սիրիա ենք դառնալու։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվել որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Հայաստանի իշխանություններն ըստ քաղաքագետների ոչ հրապարակային, բայց կուլիսներում բանակցում են նաև Ռուսաստանին ներգրավել թրիփ նախագծում։ Ըստ քաղաքագետ Խաչիկյանի, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն եւս բանակցում են թրիփ նախագծի շուրջ։ Կրեմլը սակայն մշտապես մեսիջներ է ուղարկում, թե Թրամփի երթուղու իրականացումն առանց Ռուսաստանի մասնակցության անցանկալի է։ Հայ-ամերիկյան նախաձեռնության պարամետրերը դեռևս մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն։ Մոսկվան պատրաստ է խորհրդակցել հայ գործընկերների հետ։ Եթե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ այդպիսի համաձայնություն լինի, ապա բնականաբար ռուսական մասնակցությունը կլինի։ Այդ իմ տպավորությամբ Հայաստանի իշխանությունները արդեն նախապես, այսպես ասենք, ռուսական մասնակցության գինը բարձրաձայնեցին։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կոչ արեց, որ Ռուսաստանը գա նորոգի երկաթուղու մյուս հատվածներ, այնտեղ էլ չէ լուրջ ներդրումներ են պետք, օրինակ Իջևանից մտող երկաթուղին այնտեղ լուրջ խնդիրներ կան։ Կարծում եմ դրանք փոխկապակցված են։ Իրանական ֆակտորն այստեղ եւս կարևոր է։ Իրանը արևմուտքին իրեն հակառակորդ դիտարկելով երբեք չի հանդուրժի արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում, առավել եւս իրենից հյուսիս գտնվող Հայաստանում, որը կկտրի Իրանի դեպի Սևծով, դեպի Վրաստան, Ռուսաստան դուրս գալը։ Թեհրանի համար առաջնահերթ կարևոր հարցերից մեկն այն է, որ Հայաստանի հարավային դարպասներում արևմտյան ուժերի ներկայություն չլինի։ Ըստ քաղաքագետ Բաղդասարյանի, Իրանի կասկածները պետք է փարատել, հակառակ դեպքում ծրագիրը չի աշխատի։ Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Դրա շուրջ են ընթանում բանակցությունները, որովհետև Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսություն կա։ Եվրոպան էլ փորձում է ակտիվորեն ներգրավել, բայց Եվրոպան կտրականապես դեմ է Ռուսաստանի մասնակցությանը։
Միջին Միջանցքը արևելք-արևմուտքի մաս է եւ արևմուտքի ցանկությունն է, որ Միջին Միջանցքը ոչ թե մեկ ուղությամբ Վրաստանով անցնի, այլ նաեւ Հայաստանով։ Դա ըստ քաղաքագետների ավելի հուսալի ճանապարհ է, քանի որ հայտնի չէ, թե առաջիկայում ինչպիսին կլինեն արևմուտք-Վրաստան հարաբերությունները եւ ինչպիսին կլինի Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում։ Վերլուծաբանների դիտարկմամբ հնարավոր է, որ Վրաստանով անցնող ճանապարհը այդքան էլ հուսալի չլինի եւ կարեւոր է ունենալ երկրորդ տարբերակը Հայաստանով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Խաղաղությունը իրողություն է, վարչապետ Փաշինյանը հրապարակել է Ադրբեջան-Վրաստան Հայաստան երկաթգծով 22 վագոն բենզինով բեռնված գնացքի կադրերը։ Մինչ այդ էլ էկոնոմիկայի նախարարն էր գրել, որ դա հնարավոր է դարձել բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ։ Բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների ընդհանուր 1218 տոննա A95 տեսակի պրեմիում ավտոբենզին է։ Իսկ առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Ինչու են հապաղում արտահանման տեմպերը եւ որտեղ է տեմպ տալու բանալիները։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Մայրաթոռը դատապարտելի է համարում իշխանության միջամտությունը հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին։ Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարությունում կարդում ենք, որ տարակուսելի են որոշ եպիսկոպոսների մասնակցությունը իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին, որի ժամանակ էլ վատացել էր բյուրականի եկեղեցուց մայրաթոռ հասած Տեր Վրդանեսի ինքնազգացողությունը։ Տեր Վրդանեսին ստենտավորել են վիճակը վերջնական գնահատելու համար եւս 2 օր պետք է անցնի։ Կինը միայն 5 րոպեով է նրան տեսակցել, աչքերը բացել է թե չէ, առաջինը հարցրել է վեհափառն ինչպես է, ինչ է կատարվում Սուրբ Էջմիածնում։ Ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել էր 3 մայրաթոռի բակում, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձ էին անում ներխուժել տաճար, հարվածել են եկեղեցու դռներին։ Քահանան հետո լրատվամիջոցների հետ զրույցում է մեկնաբանել, այդ պահին սիրտը սպայթեց։ Սա այն պահն է, երբ մայր եկեղեցուց վեհարան էր գնում Գարեգին երկրորդ հայրապետը, հավատավոր ժողովուրդն ուղեկցեց նրան, առնելով պաշտպանության մեջ։ Ի վերջո, ինչպես պետք է հանգուցալուծվի եկեղեցի իշխանություն լարված թնջուկը։ Ի աջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի աթորանիստ քաղաք եկած մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է, միանշանակ է կանոնական կարգով, մեր եկեղեցու կանոնական կարգով։ Բախումները դա ուղղակի անթույլատրել է, հայ հասարակության մեջ պետք է բախումներ չլինի, դա այն է, ինչ ուզում են մարդիկ տեսնել։ Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Հակաեկեղեցական արշավը Կարապետյանը համարում է ընդվզում մեր ինքնության դեմ։ Այս քայլերը, հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը, դա քայլ է ընդհանուր հայկական հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ։ Եկեղեցին մեր ազգային միասնության վերջին սյուներից է, շարունակում է Նարեկ Կարապետյանն ու վստահություն հայտնում, մայրաթոռը մնալու է անսասան, հավատավոր ժողովուրդը նույնպես։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ, էլեկտրամոբիլները առանց մաքսատուրք Հայաստան ներմուծելու մտադրություն ունեցող քաղաքացիների, ինչպես նաև դիլեր չհանդիսացող իրավաբանական անձանց քվոտան կավելանա։ Էլեկտրական ավտոմեքենաների համար մաքսատուրք չվճարելու ֆիզանձանց սահմանաչափը սպառվել էր դեռ մարտ-ապրիլ ամիսներին։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, այս տարվա համար նրանց նախատեսված քվոտայի մնացորդը կվերաբաշխեն հօգուտ մյուսների։ Ենթադրենք օրինակ մնաց 351 մեքենայի քվոտա, ապա այդ պարագայում մենք այնտեղ ունենք այդ հերթականությունը, ապա 5001-րդ, 5002-րդ, մինչև 5351-րդ մեքենան, որը մաքսազերծվել է եւ դրա համար մաքսատուրք է վճարվել, այդ մեքենաների մաքսատուրքը կվերադարձվի այն անձանց, ովքեր որ կատարել են մաքսատուրքի վճարումը։
Իսկ Հայաստանից արտահանումը ավելացել է, նվազել է վերարտահանումը մոտ 52%, սա այլ երկրներից Հայաստան ներմուծած, այնուհետև արտահանած թանկարժեք մետաղների մասով է։ Ինչու են հապաղում նաև տեղական արտադրանքի արտահանման տեմպերը, տեսանյութում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ էր ցույց տալիս, եւ դա կապված էր ապրանքների արտահանման հսկայական աճի հետ։ Ապրանքներն այդ սակայն մեծամասամբ չէին արտադրվում Հայաստանում։ Ռուսական ապրանքներն էին բերվում Հայաստան, հետո արտահանվում, կամ դասից գալիս էին մեզ մոտ եւ արտահանվում Ռուսաստան։ Մի խոսքով, մենք տարանցիկ հաբ էինք դարձել։ Ձրի փողերի ժամանակը սակայն ավարտվում է։ Ռուսաստանը էականորեն նվազեցրել է Հայաստանի միջոցով իր ապրանքների արտահանումը։ Արտահանումը նվազել է 52.8%-ով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը։ Նախարարի ամիսներ առաջ հրապարակված տվյալները դրական դինամիկա ցավոք չեն արձանագրել։ Լույս հիմնադրամի տվյալներով արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը 48.8% է եղել։ Ուսումնասիրության համաձայն վերարտահանման, այսինքն ոչ մեր արտադրության ապրանքների ծավալները ճշգրտելու դեպքում արտահանման աճը ընդամենը 2.5% է, ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։ Հիմա ոչ միայն անկում է կատարվել, այսինքն ինչի կթեյնել այս ոսկու արտահանման քուչի հետ, այլ նաև մեր հիմնական ապրանքների արտահանումը քրտիկ ունի մեծագույն, կապված տարբեր քննումներով, նաև նրանով, որ հայկական դրամը վերջին շրջանում հանգացած օրենքներից մեկն է։ Իսկ որն է սեփական արտադրանքի արտահանման ծավալների նվազման պատճառը։ Սեփական արտադրանքը պղնձի հանքանյութն է, ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները։ Կենցաղային տեխնիկան եւ բջջայինները, որոնք եւս մենք իբր արտահանում ենք, ինչպես հասկանում եք, վերարտահանվող ապրանքներ են։ Համավարկային դարաշրջանության քննորից հայկական դրամը ամրացել է, թանկացել եւ սա առաջինի նպաստում նրան, որ մեր արտադրությունը արդյունաբերությունը զարգանա։ Այս պահին հայկական դրամը ԱՊՀ տարածքում ամենաարժևորվածներից է։ Ըստ այդմ, ցանկացած ապրանք բավականին ոչ մրցունակ է դասում։ Աշխատավարձ, էլեկտրաէներգիա եւ ապրանքի արտադրության process-ում ծախսվող ցանկացած բանի համար ձեռնարկատերը վճարում է դրամով։ Դասում դոլարով այդ նույն ապրանքի ինքնարժեքը արդյունքում ավելի բարձր է լինում, քան ԱՊՀ երկրներից բերվող մրցակիցներինը։ Հայաստանի Հանրապետությունը այս պահին ձեռնտու է ցածր քանք ունեցող բարձր ունեցող նաև ՏՏ եւ դատար ոլորտների հիման վրա արտադրանք ստեղծելու։ Կառավարության հույսն այն է, որ հնարավոր ապաշրջակփակման դեպքում Հայաստանից արտահանվող ապրանքների ինքնարժեքը էականորեն կնվազի։ Սակայն մյուս կողմից պաշտոնյաները նշում են, թե օրինակ կոնյակի արտահանման համար նպաստավոր ճանապարհը Լարսն է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանին, նրա տարածքով Եվրամիությունը արտահանելու ոչինչ այս պահին մենք չունենք։ Հայկական ապրանքների գերակշիռ մասը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական նորմերին։ Այսինքն սահմանների արդյունքում Հայաստանից արտահանման մեծացում սպասելն առնվազն միամտություն է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Միացյալ Նահանգները դադարեցրել է գրին քարտի խաղարկությունը։ Բրաունի համալսարանում տեղի ունեցած արյունալի հրաձգության կասկածելը Միացյալ Նահանգները եկել հենց գրին քարտով։ Այս մասին նշել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։ Փորձագետների կարծիքով սակայն հրաձգությունը ընդամենը առիթ է ԱՄՆ վարչակազմի ձեռքին միգրացիայի ոլորտում նոր քաղաքականություն ձևավորելու հարցում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ մասնագետների այս ծրագիրը նպաստում էր տարիներ շարունակ ուղեղների արտահոսքին։ Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը կասեցնել DV1 ծրագիրը, ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից։ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այս ծրագրով ԱՄՆ-ը ժամանել 2017 թվականին ստանալով գրին քարտ։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ 175 միլիոն դրամ հայկական եկեղեցու դուռը Լոնդոնից Երևան բերելու համար։ 3 սովորեցին, այսօր գողացան, այն թափի հայկական ասեղնագործությունը թուրքական է համարում արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Մեդիա աշխարհ կայուն երկինք ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Երեք սովորեցին, այսօր գողացան, վաղը կասեն իրենցն էլ եղել է խոսքը սերնդեսերուն դարից դար փոխանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որի վրա ցավոք աչք է փակել արդեն աշխարհի մշակույթի պահապան համարվող ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Այն թափի հայ կանանց ձեռագործ ասեղնագործությունները վտանգված են, որն է հայկականը եւ որը թուրքականը, Սվետլանա Ավդիշյանի անդրադարձը։ Նուրբ ու մանր ասեղի հարվածներով հայ կինը հյուսեց մեր պատմության թելերը, կադրում այն թափի ասեղնագործության նմուշներից է։ Այն թափի հայ ձեռագործը ասեղնագործության հիմքում պահում էր թևավոր խաչն ու հայի ինքնությունը, ու նույն հայի ձեռքով ու մտքով ձևավորված հայկական մշակույթը դարեր շարունակ թշնամին իր չարամիտ ռազմավարությամբ յուրացնում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է օրեր առաջ այն թափի հայկական ասեղնագործությունը հռչակել թուրքական մշակույթի մաս։ Արտարոց չէ թերևս, որ մշակութային ժառանգության պահպանությանը կոչված այս կառույցը, որի բարիկամքի դեսպանն է իդեպ Մեհրիբան Ալիևան, գրչի մեկ հարվածով հինավուրց հայկականը թուրքական է ներկայացնում։ Ու սա առաջին դեպքը չէ։ Անթափի ասեղնագործությունը իրապես ծնվել է եւ զարգացել է եւ բնորոշ է հենց այն թափի հայերին, կանայք, ովքեր ժառանգաբար այս արհեստը ստացել են, փոխանցել են սերնդեսերուն, այն նաեւ շատ տարածված է եղել որպես ասեղնագործության տեսակ, որով հենց օժիտ են պատրաստել հայուհիների համար։ Հայկական ասեղնագործության արմատները պատմական Հայաստանից են, այստեղ են հայ կանայք ձևավորել ասեղնագործության ավանդույթներն ու բարդագույն տեխնիկան։ Փաստերի պակաս չկա, գրքեր, հոդվածներ, փրկված նմուշներ, որոնք առ այսօր պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում։ Այն թափում, Մարաշում, Իզմիրում ձևավորված հայկական ասեղնագործական տեխնիկան թուրքերը հայերից են սովորել, շեշտում է ժողովրդական վարպետն ու որպես ապացույց վկայաբերում հայտնի հոդվածը, որտեղ կա վկայություն, որ թուրքերը հայերից են ասեղնագործելը սովորել։ Հոդված կա Բաղդալյանի, որտեղ նա նշում է, որ հայերի հետ ասեղնագործում էին նաև երկու թույլ կանայք։ Այդ հոդվածը լույս է տեսել 20-րդ դարի սկզբին։ Այն թափի ասեղնագործողը այդպես էլ կոչվում է։ Այսինքն դա վկայություններից մեկն է, որ մեր ասեղնագործությունը տարածվել է նաև թուրքերի մեջ։ Մասնագետները ընդգծում են, նույնիսկ ցեղասպանությունից հետո այս արհեստը հայի մշակույթից չոտարվեց։ Այն թափում ստեղծվեց միսիոներական կազմակերպություն, որտեղ հազարավոր սփռոցներ, անձեռոցիկներ ու տարատեսակ այլ իրեր էին գործում եւ արտահանում եվրոպական երկրներ։ Մասնագիտական աչք է հարկավոր, որպիսի տարբերակես հայկական զարդապատկերն ու թուրքական կեղծիքը։ Երբ որ ուսումնասիրում ես այն հրատարակած նյութերը, որ Թուրքիան ցույց է տալիս որպես ասեղնագործություն, զարդանախշերը ավելի փոփոխված են, ավելի բուսական մոտիվներ կան։ Ոնց տարբերենք այն թափի ասեղնագործություն։ Նախշը հաշվարկում է խիստ երկրաչափական ձևով։ Դա կարող են լինել խաչեր, շեղանկյուններ, քառակուսիներ, բազմանկյուններ, եռանկյուններ եւ այլն։ Պետք է լինի սպիտակ կամ կաթնագույն, բնական գույնի, շատ նուրբ եւ զարդանախշային կառուցվածքը մաքսիմալ բարդ։ Մեր ամբողջ կիրառական արվեստն է այդպեսին։ Զայրացած բորբոքված են մասնագետները, մինչև իրենք փորձում են կատարվածի հետևանքները շտկել, թշնամին նոր ռազմավարությամբ առաջ է տանում իր կեղծիքն ու ոտքը ավելի երկար մեկնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ, երկամսյա ուսման փուլն անցյալում է, առջևում աշխատանքի հնարավորություններն են։ Այսպես Viva ընկերությունը բուհերի ուսանողներին հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները կիրառել գործնական աշխատանքներում ու ավելի հեշտ բացել աշխատաշուկայի մուտքի դուռը։ Վերջին 10 տարվա ընթացքում հնարավորությունից օգտվել է շուրջ 350 ուսանող։ Արդեն 10 տարի է, ինչ Viva-ն կիրառում է կրթական հաջողված մոդել, կադրերի պատրաստման հարթակ դառնալով ոչ միայն իր, այլև աշխատաշուկայի համար։ Ծրագիրն ինքնաբացահայտման եւ զարգացման հնարավորություն է տալիս բուհական կրթությունից աշխատաշուկա ճանապարհն անցնող ուսանողներին։ Տեսական գիտելիքներն իրական միջավայրում գործնական հմտությունների եւ կարողության վերածելը մասնագիտացման ամենաարդյունավետ ճանապարհն է։ 10 տարվա ընթացքում Viva-ն նման հնարավորություն է ընձեռել շուրջ 350 ուսանողի։ Բարև ձեզ։ 7 տարի շարունակ իմ ամեն աշխատանքային օրը սկսվել է այս սպասարկման կենտրոնից։ Շուտով կլրանա մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատելու 2 տարին եւ ես կարող եմ ասել, որ Viva University-ն այն ծրագրերից է, որ եթե ունես նպատակ եւ եթե ցանկանում ես ունենալ կարիերայի աճ, վստահաբար կարող ես դիմել։ Լավագույն արդյունքն ապահովվածներից 85 շրջանավարտի համար Viva-ն դարձել է նաեւ մասնագիտական աճի հնարավորություն ընձեռող գործատու։ Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրաված 5-րդ հոսքի հերթական խմբի ուսանողներն
ավարտել են երկամսյա ծրագիրն ու ստացել ավարտական հավաստագրեր։ Արդեն 10 տարի այս կրթական մոդելի միջոցով մեզ հաջողվել է կարևոր ձեռքբերում արձանագրել աշխատաշուկայում։ Այստեղ պատրաստվում են պահանջված կադրեր, ինչը կարևոր է ցանկացած գործատուի համար։ Իսկ ուսանողներն ունենում են ուսումից աշխատանքի անցնելու իրական հնարավորություն։ Այս հավաստագրերը փորձառության փաստ են եւ կարող են առավելություն լինել աշխատաշուկա մտնելու համար։ Ծրագրի 5-րդ հոսքի հերթական խմբի շրջանավարտները 2 ամսվա ընթացքում Viva-ի սպասարկման տարբեր կենտրոններում բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել միջֆունկցիոնալ գործակցության սկզբունքներին ու բացահայտել թիմային աշխատանքի կարևորությունը։ Մարտին Վարդանյանը Viva University շրջանավարտ է։ 2 ամիս է, ինչ անցել է աշխատանքի, 3-րդ ամիսը լրանալուն պես կհանձնի քննություն, որ անցնի հիմնական աշխատանքի։ Խորհուրդ եմ տալիս մասնակցել Viva University-ին, քանի որ կարող եք այս ծրագրին մասնակցելու արդյունքում ձեռք բերել շատ գիտելիքներ, հմտություններ ու հնարավորություն կարողանալու անցնել աշխատանքի։ Տեխնոլոգիական առաջատարության հետ մեկտեղ ընկերությունը պետք է լինի նաև հաճախորդամետ։ Տարիների հետ փոխվում են թե բիզնես կառավարումը, մոտեցումներն ու տեխնոլոգիաները, թե հաճախորդի պահանջները։ Կարևորելով այդ զարգացումները, Viva-ն հաճախորդ սպասարկում ուղղակում առկա գոհունակությունը պահպանելու եւ այն զարգացնելու լուրջ ջանքեր է գործադրում։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Հայկական եկեղեցու 12-րդ դարով թվագրվող դուռը Լոնդոնից Հայաստան տեղափոխելու համար կառավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրել է 175 միլիոն դրամ։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Ոսկուգինը հասել է նոր պատմական առավելագույնի, առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար $4400։ Նյու Յորքի Comex բորսայում փետրվարյան ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով, հասնելով մեկ տրոյական ունցիայի համար ավելի քան $4402։ Ավելի վաղ արծաթի բորսայական գինն էր սահմանել նոր ռեկորդ, պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար $65։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային բանկային տվյալներ, այդ թվում համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Տվյալները փոխանցելով հավանական է, որ դրանք հետագայում օգտագործեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավվածները եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Կառավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրել է 175 միլիոն 360 հազար դրամ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտե դռան փեղկի ձեռքբերման եւ Հայաստան տեղափոխման համար։ Միջնադարյան հայկական փայտագործության 12-րդ դարի այս եզակի նմուշը կգնեն Լոնդոնի միջազգային աճուրդից եւ կտեղափոխեն Հայաստանի պատմության թանգարան։ Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքերավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող Կորեայի ձոր կոչվող ճանապարհը։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Այսօր ժամը 13:46-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցում Opel Մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Կա մեկ տուժած, նրան հոսպիտալացրել են։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել 13:58-ին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչ սպասել հանգստյան օրերին Երևանում և հանրապետության մյուս մարզերում, կներկայացնի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն արևոտ երկնքով, առանց ձեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 6 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 6, Լոռիում 6-ից 9,
Տավուշում 7-ից 10 աստիճան, Հարարատում արմավիրում կդիտվի 6-ից 8, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 9-ից 13, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 5-ից 7 աստիճան ցուրտ, ցերեկը 6-ից 8, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։